Ողջույն սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրել Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ մեր հարգարժան հոգևորականներից Տեր Ահարոն Քահանա Մելքումյանը, օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Շնորհակալ եմ, որ հերթական հրավերս ընդունեցիք հարցազրույցի։ Տեր հայր, մի քանի կարևոր հարցերի պետք է այսօր մենք անդրադառնանք եւ իհարկե կարևոր եւ շատ դրական լուրով եմ ուզում սկսել այսօրվա մեր հարցազրույցը։ Բոլորիս համար ուրախալի էր, որ 3 օր տևած եպիսկոպոսած հավաքը, ցավոք այն չհամարվեց եպիսկոպոսած ժողով, որովհետև Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ ամենայն հայոց կաթողիկոսը հնարավորություն չունենա Հայաստանից դուրս գալու եւ մասնակցելու Ավստրիայում կայացած ժողովին, հետեւաբար իր բացակայության պատճառով ժողովը կոչվեց հավաք, բայց բոլորիս համար շատ ուրախալի էր այն փաստը, որ 25 հոգի մասնակցելով ժողովին բոլորը միակամ են եղել մեկ հարցում, որ կանգնած են ամենայն հայոց կաթողիկոսի կողքին եւ հայ եկեղեցու կողքին, իրենց ուխտին հավատարիմ։ Ես կուզեմ որպես հոգևորական դուք եւս անդրադառնաք այս կարևոր շատ իրողությանը հետևյալ հարցադրմամբ կարող ենք ասել, որ Փաշինյանը այնինչ ուզում էր անել, ձախողել գործընթացներ եւ հաղթանակի հասնել իր այս պատերազմում, որ ձեռնոց է նետել մեր եկեղեցու դեմ, մեր կաթողիկոսին, ուղղակի պարտված է եւ այդպես էլ պետք է լինի հետ այսու։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, Տեր հայր ջան։ Մենք գիտենք, որ 10 եպիսկոպոսներ էին դուրս եկել եւ սրանք ներկայացնում են, որ սա ամբողջ եկեղեցին է դուրս եկել վեհապարի դեմ եւ այլն։ Հիմա 8-ն են մնացել, որովհետեւ մեկը կարգաթող եղավ, այն մյուսն էլ Ամերիկայի թեմի առաջնորդը մասնակցեց եւ եկեղեցու դեմ այդ արշավի տակ ինքը ստորագրեց, որ եկեղեցու դեմ արշավ է սկսված, որ միացել էր նրանց։ Այսինքն պատկերացնեք, այդ 8 եպիսկոպոսը ովքեր որ հիմա մնացել են, եւ այն եպիսկոպոսները ովքեր այդ հայտարարությունը տարածեցին, թվերը տարբեր են։ Դա նշանակում է եկեղեցին միահամուռ է, ինչքան էլ սա փորձի ինչ-որ արհեստական բանականություն, ինչ-որ բաներ սարքի կանոններին փորձեն գեղեցկեն եւ մեկը կա Թուրքիայում նստած անունը, իսկական անունը Տաթևի կա, կյանքի խոսք աղանդից, քաղաքականներին է տարբեր ձևով զրպարտում, էլի իրանց կողմից են, որովհետեւ գիտենք, որ այս հրեշը ժամանակին կյանքի խոսք աղանդի քարոզներն էր իր Facebook-յան էջով տարածում, հետեւաբար եթե նայում ենք իր հարձակումները հենց եկեղեցու վրա, արդեն ներում է որտեղից է այդ հարձակումները, նա ոչ հայի հետ կապ ունի, ոչ հայկականության հետ կապ ունի եւ ոչ էլ առավել եւս հայ առաքելական եկեղեցու հետ կապ ունի։ Եվ այո, այս ժողովը հստակ սահմաններ գծեց ու հորդորներ հղեց եւ նաեւ հորդոր հղվեց այն եպիսկոպոսներին, սրբազաններին, ովքեր որ ինչ-որ կերպ գայթակղության են տրվել կամ շանտաժին անցել են այդ բարենորոգչության ճակերտավոր կողմը, բարենորոգիչներ են դարել, հորդորեցին, որպեսզի վերադառնան եկեղեցու ծոցը։ Եվ այդ ամեն ինչը տապալվեց, հենց հրեշը դրա համար է պայքարում, որպեսզի այդ ժողովը չլինի։ Իմ տեղեկություններով վեհապարը անշուշտ մասնակցել ազումով, հետևել այդ բաներին, հետևաբար այո, ոչ թե հավաքել են ժողով էր, որտեղ հստակ հորդորները կար, արդեն ուղված, որը դա վաղը միսուր կարա եկեղեցական կանոնական բանի մեջ մտնի ու հստակ իր ուժը թելադրի։ Փառք Հիսուսին։ Հա, այսինքն մենք գործ ունենք հետաքրքիր բան ասացիք, ոչ թե հավաքի հետ, այլ ժողով է սա, որի որոշումները կկայացնի, կստորագրի կաթողիկոսը եւ այն բավեր կլինի ամբողջությամբ։ Այո։ Այո, որտեղ եպիսկոպոսները ընդհանուր ստորագրեցին այդ հայտարարությունների տակ։ Այո։ Եթե ստորագրել են, ուրեմն նրանք այնուամենայնիվ այդ հայտարարության տակ արդեն սրբազանների ստորագրությունը, որը պիտի հասնի մայրաթոր այսպես թե այնպես եւ վեհապարի արդեն հաստատմամբ որպես օրինական ուժ պիտի լինի։
Այո, եւ պետք է ասեմ նաեւ ուրախացնող էր այն հանգամանքը, դուք էլ ձեր խոսքում ասացիք, բայց անունը նաեւ ես հնչեցնեմ արևմտյան թեմի, հա, հոգեվոր առաջնորդի Հովնան Սրբազանի հետ կապված, որովհետեւ այս ընթացքում շատ մտահոգիչ լուրեր էին հասնում իր պահվածքի հետ կապված, ՔՊ-ի հետ իր մտերմությունների հետ կապված, իր ոչ ճիշտ քայլերի հետ կապված, բայց շատ ուրախ եմ, որ իմ միջարոց այսօր հոգեվորականներից մեկն է գրել էր երևի մեծ պասի այս ընթացքում ոմանք խելքի են եկել եւ հուսանք, որ բոլորը խելքի կգան, դարձի կգան, չգիտեմ ինչպես ճիշտ հոգեվոր տեսանկյունից արտահայտվեմ, բայց կարծում եմ, որ այս ընթացքը ոչ միայն սովորական մեր աշխարհիկ մարդկանց, այլ նաեւ հոգեվորականներին այս պասի ընթացքը մտորելու, խորելու, իրավիճակը ծանրութեթև անելու առիթ է տալիս եւ փառք Աստծո, որ իսկապես մարդիկ հասկանում են, որ սխալ քայլեր են արել եւ ոչ ոք անսխալական չէ, կարեւորն այն է, որ ժամանակին հետ քայլ արվի սխալից։ Սա եւս ինձ ուրախացրեց այս փաստը եւս։ Ես մի բան հիշեցի, մեր սուրբ հայերից մեկի աշակերտը գալիս է ճգնավոր հայրերից, ասում է հայր սուրբ, ընկնում եմ, ինչ անեմ, ասում անկնում ես կանգնի, ասում էլի եմ ընկնում, ասում էլի կանգնի, ասում չէ երբ, ասում եմ որդիս, նրանք ովքեր ընկել են ու չեն կանգնի, արդեն մեռած են։ Այո, ընկնել կանգնելու պրոցեսը, պայքարը, հոգևոր պատերազմը, հնարավոր է, որ մարդիկ այդ շեղումներ ունենան, ինչ-որ բաներից դրդված, որովհետև Աստված միշտ մարդու լավ բաներն է ներկայացնում, սատանան միշտ թերի կողմեր է ներկայացնում։ Հիմա սա քանի որ սատանայի ծառա է, հնարավոր է սրբազանների այդ բաները թույլ կողմերը ներկայացրած լինի, որ հանրությանը ցույց կտանք այսպես շանտաժի միջոցով փորձածնի քաշի իրեն, էլի։ Բաներ հիշեցի, կարծես թե մի անգամ ասել եմ, բայց պիտի էլի ասեմ, տիպիկ օրինակ է, երբ որ մի քահանայի մոտ է գալիս մի հավատացյալ, ասում է Տեր հայր Հիսուսին տեսա երազից, կասկածում է, ասում է իրոք Հիսուսն էր, ասում է այո, ասում է դե լավ, բա ինչ, ասում է այս անգամ որ գա, հանկարծ երազիդ, կասես իմ մեղքերի մասին պատմի։ Մի երկու ամիս հետո գալիս, ասում է Տեր հայր էլի Հիսուսին տեսա։ Դե ինչ ասում է, իմ մեղքերի մասին հարցրեցիր, ասում այո հարցրեցի, բայց Տերը ասավ ես իր մեղքերը չեմ հիշում։ Ասում է իսկապես Հիսուսը հայտնվի, որովհետև սատանա լիներ հատիկ ցույց կտար։ Հիմա սա, քանի որ ինքը նեռի ծնունդն է, ինչպես անդադ պիտի ասեմ սա, ինչպես նախկիններ ասում, ավելի հզոր ուժերի ապարտվել, այսինքն Հայաստանի ղեկավարները ավելի հզոր Հայաստանը հանձնվել է արտաքին կառավարման եւ այդ ավելի հզոր ուժերն են կառավարում այս Հայաստանը, սա նրանց մոտ մի հատ սևագործ բանվոր է, ու կօգտագործեն հետո դժոխք կուղարկեն։ Հիմա սա նրանց ասածն անում, ուրիշ տարբերակ էլ չունի չանելու, սենց ասենք էլի, բայց փառք Աստծո, որ մեր սրբազանները համախմբվեցին, հստակ ուրվագծեցին իրենց հավատարմությունը Մայրաթորին, մեր վեհապար Հայրապետին եւ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Եվ ուզում եմ նաև հիշեցնեմ նաև մեր ունկնդիրներին, մեր հեռուստադիտողներին, որ այսօր նաև պայթեց այս իշխանության հերթական սարսափելի ստերից մեկը, որը հյուսել էին մեր հարգարժան սրբազաններից մեկի, Արշակ Սրբազանի շուրջ, հստակ միտում ունենալով վարկաբեկել հարգված հոգևորականին, եւ փաստորեն այդ շարքը հերթով պայթելով գնում է, էլի այդ կեղծիքները հերթով բացահայտվում են եւ մենք այսօր լսեցինք փաստաբան Արսեն Բաբայանի ասուրիսը, որտեղ փաստաբանը հստակ ասում էր, որ տարբեր երկրներ, ընդ որում ոչ թե մեկ երկիր, մի քանի երկիր ուղարկված փորձաքննությունների արդյունքում հստակ պարզվել է, որ այն շատ վատ վարկաբեկիչ այդ տեսանյութը, որ պտտվում էր իբր Արշակ Սրբազանի անվան տակ, ուղղակի հաստատվել է, որ դրանք կեղծիք են, կեղծված են, սարքված նյութեր են։
Այստեղ սա է պայթում այս կեղծիքը դատարանում Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների դեմ այդ դատի ընթացքում է բացահայտվում ամբողջ կեղծիքը, որ ինչպես էին ջանացել, ամեն ինչ արել են, որպեսզի սարքելով այդ ձայնագրությունները, խմբագրելով ու սրբագրելով մարդկանց խոսքը ցույց տան մեր ժողովրդին, թե գործ ունենք ահաբեկիչների հետ։ Սա ահավոր բան է։ Տեր հայր, որ երկրի ղեկավարը ամեն ինչ անում է սրբությունները այլասերելու, ամեն ինչ անում է ինքնությունդ ոչնչացնելու, արժեքներդ ոչնչացնելու եւ այդ բոլորը կեղծիքի անվան տակ, կեղծիքով, ամեն ինչ արվում է ստով։ Հիմա որպես հոգևորական կխնդրեմ ձեր դիտարկումը նաև այս տեղեկատվության հետ կապված, սա շատ եւս ուրախալի բան է եւ ես ուզում եմ, որ մեր ժողովրդին սա հասնի, որովհետեւ այս մի քանի ամսվա մեջ շատերի ուղեղները այսպես հասցրեցին սրանք լվանալ, թե այդ տեսեք ինչեր են տարածվում, ինչ տեսանյութեր կամ ինչ լուրեր, խնդրեմ։ Արմենե ջան, սա եկած եկեղեցու դեմ է պայքարում, նոր Հայաստան, նոր Հայրապետի հետևում ինքն էր կանգնած։ Մեր ազգային արժեքների դեմ է պայքարում, հայի հայկականության դեմ է պայքարում։ Այդ բոլորը ակնհայտ են, այսօր սրբազանները բանտված են, դրա արդյունքն է, դրա մասին է խոսում։ Հիմա վերադառնամ Արշակ Սրբազանի այդ տեսանյութին, որ փաստաբանը Արսենը ասել էր, ուրեմն կա deepfake մի այդպիսի կայք, որտեղ ցանկացած այլանդակություն թեկուզ, ցանկացած բան կարաս տանես դնես ու ցույց տաս ու մարդիկ տեսնեն, ասեն, բա տեսար ինչ եղավ։ Դրա համար Հիսուս ասում է աշներից տեսածու մի դատեք, այլ ուղիղ դատաստան արեք։ Ես երկու բան պիտի պատմեմ այդ մասում։ Նախ Աստվածաշունչում Սողոմոն իմաստունն ասում է այդ տեսանյութի այդ հոգևորականները հոգևորանի գլխին սարքողներին դատողներին է վերաբերում սա։ Ասում է հայրերը կերան ազոխը որդիների ատամները արյունոտվեցին։ Թող էդի լավ իմանան։ Սողոմոն իմաստուն մարդ էր Աստծուն ճանաչող, երբ որ շնացավ, երբ որ կուրք պաշտեց, Աստված ասեց, ես քո թագավորությունը կիսելվեմ։ Իր երկու զավակները իրար դեմ դուրս եկան, սկսեցին իրար սրի քաշել։ Թող նկատի ունենա, իրանց տներներում էլ այդպես բաներ դնել։ Այնպես չի, որ իրանք հոգևորականի դեմ կարան տենց չարագործություններ անեն, որտեղ հոգևորականը Աստծոյցյալն է։ Քրիստոս ասեց, ով ձեզ անտունում, ինձ անտունում։ Ով ձեզ կդատապարտի, բնականաբար իրանք են դատապարտության մեջ ընկնելու։ Այն ժամանակ չեն կարող ասեն, վայ, մի կտոր հաց էինք պաստակում, հացերները ձեռքերներից չարվին։ Այնպես որ ով էլ այդ բաները սարքել է, փիս դատաստանի տակ են։ Բայց մենք լսելու ենք, սա աղմկահարույց բան կլինի, թե ոնց են պատժվում, որովհետև Սուրբ Գիրքն ասում է անզգամի կործանումը տեսնալով իմաստունը ավելի իմաստուն է դառնում, որպեսզի մեր ազգը ավելի իմաստուն լինի։ Ուրեմն բանը Սուրբ Գիրքն ասում է մարդկանց ծառա մի եղեք։ Իսկ սա այդ դատավոր բան դրանց եմ ասում։ Ասում է մարդկանց ծառա մի եղեք։ Իսկ Եսայի մարգարեն ասում է, թող անիծյալ լինի նա, ով մարդու վրա հույս դրե։ Սրանք անիծյալ են, որովհետև մարդու վրա հույս դրած են հոգևորականի վրա տենց գործեր կարող։ Իսկ դա իր հետևանք ունենալու է։ Իրանք գիտեք, երբ որ Հիսուս ասում է, ինձ ցանկանում եք մարդիկ ձեզ անդուքել, իրենց արեք։ Այդ անկախ ամեն ինչից, անկախ ազգից, գույնից, դավանանքից, բոլորի վրա դա ազդում է։ Բոլորի վրա կապ չունի ինքը մուսուլման է, բուդդա է, թե քրիստոնյա է, թե հեթանոս է, չգիտեմ, աթեիստ է, այս օրենքը Աստծո բերանից դուրս եկած գործում է, այնպես որ իրանք այն ինչ արել են, իրանց գլխին գալու է եւ իրանց սերունդի գլխին է գալու։ Ասեմ իմանաք, թող խելքերները գլուխը հավաքեն, քանի ապաշխարության շրջանը մի կողմ դնեն ամեն ինչ ու գնան ապաշխարության մեր սրբազաններին ազատեն, սրբազաններն ասնեն իրենց գործերին։ Բայց մենք տեսանք, չէ, Բագրատ Սրբազանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգեցին որևէ փաստ չունենալով։ Չգիտեմ, այս մարդիկ իսկապես Աստծո դատաստանից չեն վախենում երևի թե։ Չեն խուսափելու, միանշանակ չեն։ Գիտես, Հայտնության գիրք 19-րդ գլուխ։ Դատաստանի ժամանակ ասում է բացվեցին գրքերը եւ բացվեց մի ուրիշ գիրք, կյանքի գիրքը։
եւ ովքեր բոլորը իրենց գործերի համար պատասխան տվեցին։ Հիմա հավատանք, չհավատանք, ընդունենք, չընդունենք, այդ դատաստանը լինելու է։ Մեկը մի լավ խոսք է, բանը աշխարհ եղած աշխարհին է մնալու, մարմինը հողին է դառնալու, հոգին Աստծու մոտ է գնալու։ Հավատան, չհավատան, հիմա իրանք իրանց դեմ են գործում, իրանց այդ կարգի մարդիկ ատում են իրենց ընտանիքները, որտեղ թե չատեին իրանց երեխաներին նման բան չէին անում։ Այնպես որ այդպես է։ Կտեսնենք, մենք կարծում եմ կտեսնենք այդ դատաստանի առաջ կանգնելու են բոլոր նրանք, ովքեր այսօր դատում են արդարներին։ Եվ հիմա ես կխնդրեմ ձեզ, Տեր Հայր, անդրադառնանք մի շատ կարևոր հարցի, թվայնացում։ Հիմա գուցե շատերին թվա թե այս ինչ թեմա ենք, հա, ինչի ենք անդրադառնում, բայց ես նախ ներկայացնեմ ինչն է խնդիրը։ Փաշինյանը հայտարարեց, թե թվայնացումը այս իշխանության համար շատ կարևոր գործընթաց է եւ հայտարարեց, որ իրենք հեղափոխություն են պատրաստվում, հեղափոխական փոփոխություններ են պատրաստվում իրականացնել թվայնացմամբ բոլոր ոլորտներում։ Դեռ 2025 թվականի վերջին նոյեմբեր ամսին էր մի աշխատաժողովի ժամանակ անվանվում է թվային երկխոսություն Էստոնիա-Հայաստան։ Այստեղ նա խոսում էր այն մասին, որ կառավարությունը շատ վաղուց ունի այդ ռազմավարությունը, մենք շատ արագ պետք է անցնենք դրան, բայց նաև անհանգստություն էր արտահայտում, որ Հայաստանում դա ի տարբերություն Էստոնիայի ուշանում է, եւ դա համարում էր, որ մեր ժողովրդի չիմացության պատճառով է, որ գործընթացը դանդաղում է, եւ հայտարարեց, որ Հայաստանը կվերցնի Էստոնիայի փորձը եւ այս հարցում առաջ կգնանք արդեն 2026 թվականի ընթացքում։ Տեր Հայր, ես գիտեմ, որ տեղյակ եմ, որ դուք մեծ վտանգ եք տեսնում այս գործընթացի հետ եւ ինձ համար շատ կարեւոր է հիմա լսել ձեր խոսքը, որն է այս հարցում ձեր մտավախությունը, խնդրում եմ իրազեկեք մեր ժողովրդին իրականում ինչի հետ մենք գործ ունենք, խնդրեմ։ Նախ ինքը ճիշտ ասե, որ իրանց կառավարության համար դա օրախնդիր է, որովհետեւ եթե ինքը դա չի անում, ինքը շատ արագ դժոխք կա գնում։ Հիմա թվայնացումը առհասարակ, տեսեք, օրինակի համար հեռախոսները թվայնացրեցին, սկսեցին լսել մարդկանց։ Հեռուստացույցը թվայնացրեցին, արդեն գիտեն ով ինչ ալիք է նայում, այսպես ասեմ։ Հիմա մարդկանց են թվայնացնում եւ դրամն են ուզում թվայնացնեն, որպեսզի կատարել վերահսկողություն հաստատեն մարդու վրա։ Սա դիվական, սատանայական մի ծրագիր է եւ ասում է պիտի հայտարարեք, չէ, ասիկան թոշակառումը պիտի հայտարարի թե ինչքան թոշակ ստացավ, որպեսզի իր թոշակից 10 դրամ ավել ծախսելուց գնան ասեն այդ 10 դրամը քեզ որտեղից։ Սկսենք տեղից։ Այսինքն իրանք տոտալ վերահսկողության արդյունքում, երբ որ իրան հաջողվի այդ ամբողջական թվայնացումը անել, ես կգամ շուտով սուրբ գրքից կխոսեմ, ուրեմն օրենք կհանի հոմոֆոբիա, եւ այլն, ադրբեջանցիներին, որը խոստում ունի, պիտի բերի Հայաստան, եթե մեկը խոսի, ձերը թուղթ փող չկա, հաշիվդ կսարասնի, դու գանք կդնի, ասի դու հոմոֆոբ ես, դու ազգային ատելություն ես քարոզում։ Ու մի անգամ կտու գանի, երկրորդ անգամ կտու գանի, երրորդ անգամ էլ կտանի, բան էլ ոչ մեկ չի կարող ոչի բան անել։ Այսինքն ինքը իրան խոստացել են Հայաստանը կառավարող ուժերը, իրան խոստացել են, ասել են եթե դու դա անես կմնաս իշխանության։ Ես գրեթե վստահ եմ, կամ ըստ օդում կախված լուրերի, ինչպես հրեշն էր ասում ժամանակին։ Ուրեմն դրա համար ինքը շատ արագ տեմպերով ուզում է թվայնացնել։ Այսինքն նայ վերահսկողություն առասված Աստծունն է, Աստված գիտի ով, ինչ, ոնց, ինչ հոգեվիճակում է եւ այլն։ Եվ սատանան է ուզում հիմա այդ վերահսկողությունը հաստատի։ Տաթևացին, Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում էր սատանան կապիկի նման, տեսնում է Աստված ինչ անում, ինքն էլ երկրի վրա կապկպում է, սաղելի ասիկը նմանակում է։ Ես գամ Սուրբ Գրքից մի քանի բաներ խոսեմ, էլի։ Օրինակի համար տեսեք Մատթեոս 24-րդ գլուխ։ Երբ Հիսուսին ասում են, որտեղ սա աշխարհի վերջին նշանների մասին է խոսում, էլի։ Հիսուսին երբ ասում են աշխարհի վախճանի ճանապարհին ինչ կլինի, ասում է ազգ ազգի դեմ կելնի, թագավորություն թագավորության, կլինի մահ տարաժամեր,
շատերը կգան իմ անունով կասեն ես եմ, անօրենությունը կշատանա, շատերի սերը կցամաքի եւ կլինի սարսափելի սրբապղծություն, համաճարակներ կլինեն։ Պատկերացնում եք, հիմա մենք անդրադառնանք մեր ժամանակներին, համաճարակ էլի է լինելու, դեպ ասեմ իմանանք, եւ այդ համաճարակով պիտի կարողան խեղդել ժողովրդին։ Ուրեմն ազգազգիտեմ այսօր դուրս է եկել։ Մենք տեսնում ենք հենց Ռուսաստան-Ուկրաինա շատ եմ ասել էլ այդ թեմայով, Ռուսաստան-Ուկրաինա բախում նույն ազգի մարդիկ են, մեր արցախցիների դեմ հանեցին, փաստացի։ Մենք բանը ուրեմն երկու Կորեաները, Չինաստանը, Թայվանը, բանը Իսրայելը եւ արաբական ժողովուրդները նույն հոր Աբրահամի զավակներն են։ Այսինքն որ sense կարան ցանկը շարունակեն։ Այսինքն ազգազգիտեմ դուրս է եկել։ Թագավորության արդեն մենք տեսնում ենք, որ աշխարհը գլոբալ մեծ պատերազմի է պատրաստում, որ հայտնության գրքի ցղում կանեմ հետ։ Շատ քրիստոսներ եկել են, ասում են ես եմ, ուզում ես Քրիստոսին տեսնես, արի մեր մոտ։ Աղանդավորներն են, մենք տեսնում ենք, սա այսօր դրանք են իշխում, էլի։ Դա սատանիկ են, էլի։ Այսինքն բազում քրիստոսներ եկել են, անօրենությունը շատացել է, մարդկանց սրտում սեր չկա արդեն։ Տեսնում ես մի փոքրից խալ մարդու կյանքը արժենում, էլի։ Այսինքն մարդկանց սրտից արդեն սերը ցամաքել է։ Հետո համաճարակը կա դեռ էլի կլինի։ Ճիշտ է։ Եվ ասма կլինեն տեղ երկրաշարժեր եւ այլն։ Ամեն օր մենք տեսնում ենք մեծ երկրաշարժերի մասին, ուրեմն լուրեր այստեղ եղավ, այնտեղ եղավ եւ այլն։ Այսինքն այդ ամեն ինչը մենք Մատթեոսի ավետարանից արդեն Քրիստոսի խոսքերով տեսանք։ Հիմա գալիս ենք հայտնության գիրք մի քանի ուղղակի ամբողջական, որ ասեմ, մի քիչ երկար կտևի։ Օրինակի համար ասում եմ, ես տեսա Հովհաննեսն ասում, ծովից մի կարմիր գազան դուրս եկավ, նա վիրավոր էր, բայց չէր մեռել եւ նրա վերքը հանկարծակի ապակինվեց, բոլորը զարմացան։ Հիմա մեր դիտողներին ասեմ, Սովետ միությունը վերականգնում է կամաց, հիշեք սա, այդ կարմիր գազանը գլուխ է բարձրացել արդեն, եթե տեսնում ենք անգամ բանը ինտերնետում բանում սովետական այն բարի ժամանակների ռեկլամներ են անում Սովետում էսպես է, Սովետում այնպես էր եւ այս Բելարուս եւ Ռուսաստան այդ միութենական պայմանագիրը կա, շուտով Ուկրաինան արդեն կլինի Ռուսաստանի ու տենց քիչ դա կլինի անշուշտ հեշտ չի լինի, բայց հանկարծակի մի օր դա կլինի միանշանակ։ Այսինքն ազգազգիտեմ դուրս է եկել, թագավորության գլոբալ պատերազմը արդեն քիչ պատրաստվում է։ Ուրեմն ասում եմ ծովից տեսա մի վիշապ դուրս եկավ։ Չինաստանի խորհրդանիշը ի՞նչ է։ Վիշապը չի։ Բայց այն ժամանակ էս վերջերը Չինաստանը ինչ էր։ Մենք դպրոցում ասում ենք, որ Չինաստանը զարգացող երկիր է, բայց այսօր իր ազդեցության գոտին համարյա աշխարհի ամեն կետում կա։ Այսինքն այդ Չինաստանն էլ է, որպես վիշապ արդեն դուրս է եկել։ Եվ հետո խոսում է մեծ Բաբելոնի մասին։ Ես շատ կուզեմ մեր հասարակությունը իսկապես ուշադրություն դարձնի սուրբ գրանած խոսքերին, որ հիմա պիտի գամ հասնեմ այդ թվայնացման սարսափելի process-ներին, որովհետև մեծահարուստներն էլ են բոմժեր դառնալու, եթե սա հասցրես թվայնացնել։ Բայց դրա մասին քիչ հետո կասեմ։ Ուրեմն տեսեք, մեծ Բաբելոնը Ամերիկան է։ Աշխարհի բոլոր լեզուներից, ցեղերից, ազգերից, ժողովուրդներից մարդ կա, բոլորը մի լեզվով են խոսում, անգլերեն։ Եվ Բաբելոնի աշտարակը Եվրամիությունն է։ Շենքը տեսնում եք, մի առիթով ասել եմ, այն բորելից առաջ մեկը կար, հարցրեցին, ասեցին ոնց որ Բաբելոնի աշտարակը լինի, ասում են, ինչ եք զարմանում։ Այսինքն իրանք անգամ դա էլ չեն թաքցնում։ Սարսափելի սրբապղծությունը Հիսուսի ասած կա, սեռափոխություններն են։ Չէ, այսօր դրանից մարդ Սոդոմ կարող է մտածեն Սոդոմ Գոմորա տեսե ազգը ինչ պիտի տեսնա, չէ, բայց արի ու տես է սեռափոխություններն են, միասեռականներին գրանցելը եւ այլն մարդու կնգա մեջ
բանը 64 թե 67 սեռ են հաշվել, պատկերացրին շիզոֆրենիկ են դրանք էլ։ Հիմա սրանք են իշխում Հայաստանը, լիբերալ ֆաշիստներն են, նրա համար ենք այդ օրին։ Հետո 13-րդ գլխում ասում է եւ դրոշ կդնի նրա աջ ձեռքին եւ ճակատին եւ առանց դրա չեն կարող առնել ու վաճառել։ Սա վրա պիտի կանգնենք, որովհետեւ այդ կենսաչափական անձնագրերը Ես սրանք հələ ոչինչ, այս նորերը, որ հրեշն ասում է, որ այդ անձնագրերը վերցնեք արդեն եւ թվային պիտի լինի, էլ պետք չկա ասում, որ բան անեն, ձեզ կանգնացնեն։ Ուրեմն ուշադիր թող մեր հասարակությունը լսի, նախ որ գնում եք 10 մատնի մատնահետք են վերցնում, դուք պոտենցիալ հանցագործ եք արդեն։ Սա մեկ, եւ երկրորդը, այդ ինձ հասած լուրերը կամ ըստ օթում կախված լուրերի նոր ապարատ են դնել, որ դրոշմա դնելու արդեն։ Եվ այդ դրոշմով են, ասենք երբ որ դու դառնում ես աշխարհի քաղաքացի, արդեն քո տվյալները աշխարհում ամենտեղ կա, ու այդ դրոշմով քեզ ճանաչելու են։ Հետևաբար հորդորում եմ հեռու մնացեք այդ process-ից, որովհետև սա սատանի ճուտ է, սա ինչ օրենք ընդունում է, ազգը պիտի դեմ գնա, որովհետև ազգին դեմ է, ինքը ինչքան օրենք ընդունել է, լրիվ մեր ազգային արժեքներին դեմ է։ Եվ սրանի շատ զգուշ եղեք, չվերցնեք Չգնաք, չվերցնեք, մերժեք, եթե վերցրակ դառնալու եք սատանայի գերին, ասեմ իմանաք, և հաջորդ փուլը ինչն է արդեն, ուրեմն պիտի գումարը թվայնած բան անի, թուղթ փողը պիտի դուրս գա, թուղթ փողը երբ որ դուրս գա, այս թիվ է լինում արդեն, այստեղ թող մեր մեծահարուստները ուշադիր լինեն, թուղթ փողը որ դուրս եկավ արդեն, թիվ եղավ քո հաշվի համարից վրա ոնց որ հրյա ռավիններից մեկն էր ասում որ գոյերի ձեռը շատ փող կա պիտի փողը թվայնացնենք որպեսզի իրանց աղքատացնենք այդ փողը իրանից վերցնենք այ էդի որ եղավ հարգաժան հարուստներ ձեզ էլ է բոմբ սարքելու այդ հրեշ ինքը բոմբ է բայց ձեզ էլ է սարքելու բոմբ ասի իմանաք որտեղ մի ստից մի պատճառով կարա ձեր գումարը սառացնեն ամբողջ ոչ Հարևանդ չես գնա ասես 1000 չես կարող ասես 1000 դրամ դու գնամ հաց անու դե հարևանդ պիտի քո հաշվի համարին այդ գումարը փոխանցի որ դու էլ կարաս գնալ մի հատ էդ էլ չես կարող անես ոնց որ սուրբ գիրքն է ասում որ առանց դրա չեն կարող գնել եւ վաճառել ուրեմն ուշադիր եղեք այդ օրենքները հակամարտկային անաստվածային հակաաստվածային հակաբնական մի խոսքով ամենայն մաքուր օրենքների դեմ օրենքա, որ ինքը հիմա փորձում է ընդունի։ Եվ նաև 18-րդ գլխում է կարծեմ, որ ասում է եւ Եփրատ գետը պիտի ցամաքի։ Մենք շատ ենք լսում, որ Եփրատ գետը սկսել է ցամաքել։ Սա Արմագեդոնից առաջ պիտի լինի եւ Եփրատ գետը իսկապես սկսել է արդեն ցամաքել։ Հետևաբար մենք ուշադրություն պիտի դարձնենք սրա այդ թվայնացման process-ներ, թե ինքը ինչի ասենց արագ ուզում թվայնացնել, ինչի համար է քարտերը տալիս ստատիկներին ասում է գնա անկանխիկ առևտուր արա, քեզ փողը կտանք, հետ կտանք, ամեն ինչ կանենք, մենակ թե բան անես, մենակ թե գնաս ու բանը գայթակղում է, հասկանում եք, ինչպես որ սատանան Հիսուսին փորձեց գայթակղի, ասեց Ինձ երկրպագես հարստությունը, թակայությունը քեզ կտամ, Հիսուս ասեց, ետևս գնա չար սատան։ Հիմա մենք բոլորս սրա արածներին պիտի ասենք ետևս գնա չար սատան, ավելին, մեր պայքարով պիտի թույլ չտանք, որ ինքը այս սահմանները անցնի, ձերի մեծահարուստներ, ձեր աղքատացնի, սիրելի հասարակ մարդիկ մեզպես հասարակություն, ձեզ էլ ոչնչացնի Որովհետև իր վերջնանպատակը Հայաստանի ավարտումն է, եթե Հայաստան լինի դատելու է։ Ինքը Հայաստանի դեմ աշխատում, թեպետ իր վախճանը տեսել է։ Պիտի ասեմ, որ չեմ էլ ափսոսում, որ ինքը այդ ձևով պիտի գնա դժոխք։ Պարզապես մենք պիտի աչառուժ լինենք ու չտրվենք սատանայի գայթակղությանը, ասեն ար, քեզ քարտ ենք տալիս, իր թոշակալու 1000 դրամ ենք գնա առևտուր արա, ես 200 դրամը կամ 20 դրամը քեզ հետ կտամ։ Թոշակառուն էլ գնա անի, ասի դե 20 դրամ օգուտն չհասկանալով, որ ինքը թակարդի մեջ է անում։ Այն մի լավ խոսք կա, չի, ասում ծրի պաները թակարդի մեջ անում, էլի։ Հիմա մեկը չհարցնի ինչի համար է սա անում։
Եվ հետաքրքիր է խորհրդարան ունենք, ոչ մեկը չի խոսում։ Կարծես թե բոլորն էլ նույն դպրոցի սաները լինեն։ Հիմա ընտրություններ է, չգիտեմ դրանք ինչ են ասելու, որտեղ այս 5 տարվա մեջ իրանք ոչինչ չարեցին, բացի դատարկախոսելուց։ Վերադառնանք ընտրությանը, Մինչև նորից Տեր հայր, կներեք, փաստորեն հիմա մենք մեր ժողովրդին ինչ ենք կոչ անում ձեր օգնությամբ, որ թվայնացման գործընթացին չտրվել, չհավատալ, հա, այսինքն ինչ անել, օրինակ այդ անձնագրերի պահով, ինչ անի մեր ժողովուրդը, ինչպես չընդունել, մերժել, պայքարել, որովհետև այդ ամեն ինչը նորից եմ ասում, սա ես ձեզ ասեմ, սրա վերջնանպատակը ինչն է։ Երբ որ արդեն թուղթ փողը ինքը հանեց, կարողացավ հանել, արդեն ամբողջը բանկային, օրինակի համար, լսեք ինձ մի բանկիր ինչ է ասում։ Ասում է Տեր Արոն, բանկում փող չպահես։ Ասես ես փողը չունեմ որ պահեմ։ Բայց ինչի համար։ Ասես բանկի փողը բանկինն է։ Թեկուզ կանուն է գազ, բայց բանկի փողն է։ Մի ստից բանով կարան սիրուն սառացնեն։ Դու չես կարող այդ փողը վերցնես հետո։ Հիմա սա թվայնացնում է, հենց խոսեցի սառելու է հաշիվը։ Հələ տուգանելու է։ Այսինքն թվայնացումը նայ Արմենե ջան, մենակ այդ թվայնացումը դառնում է գործիք մարդկանց իրեն ենթարկելու, կամակատար սարքելու, խամաճիկ սարքելու։ Հա, բայց հələ նայ, մենք տեսնում ենք, որ կիբեր հանցագործությունները շատանում են։ Ասենք մի հակեր կարող է մտնել ու ամեն ինչ դատարկի։ Հիշում ես երեխաների, բաների դպրոցի գրքերի մեջ QR կոդեր կար, ուսուցիչը ասել է QR կոդով նայեք հավելյալ ինֆորմացիա կարդաք, մտել են, տեսել են, բանը Թուրքիայի դրոշն է։ Վաղը կարող է տեսնես դու արդեն Թուրքիայի քաղաքացի ես։ Թվայնացումը աշխարհի քաղաքացիացում է տանում, աշխարհի քաղաքացի ես դառնում, ոչ թե Աստծո։ Պողոս Արաքյալը ասում է, ես երկնաքաղաքացի եմ։ Իսկ սրանք երկնքից իջնում են, ասում երկնքի հետ գործ չունես, դու աշխարհի քաղաքացի ես։ Հա, կոսմոպոլիտ։ Եվ սիրելի հայրենակիցներ, գնացեք այդ կապույտ անձնագրերը վերցրեք։ Սա այդ նոր ID քարտերը որ բերում է, ասին նույնականացումը ինչ է, դու եւ այս քարտը նույնն եք։ Ոչ մի տարբերություն չկա։ Եթե անձնագիրը տա կորում, գնում ես նոր անձնագիր ես վերցնում։ Անձնագրի համարը փոխված արեն, որտեղ այդ համարը անձնագրի համարն է, քոնը չի։ Իսկ ID քարտի համարը քո համարն է։ Համարակալում են քեզ, որպեսզի չիպավորեն։ Իսկ ավելին ասեմ, կարող է շատերի համար sense ծիծաղելի թվա, էլի, բայց սա որ ասեց, բանը նոր տեխնոլոգիաներով պիտի այդ ID քարտերը, կենսաչափական քարտերն այլևս դա երկրից դուրս գալու համար պետք չի լինի, դա արդեն վերջն է, դա նշանակում արդեն դու դառնում ես աշխարհի քաղաքացի, թվային մարդ, այդ փաստաթուղթ պետք չի, դու ամբողջ տվյալները բոլոր բազաներում կա մեկ, եւ երկրորդը արդեն ավարտում ես որպես մարդ լինելու։ Միտեղ էլ մի փոքրիկ բան այնպես չանես հաշիվները կսառացնեն, այնպես որ սա մարդու դեմ է, սա Աստծո դեմ գործողություն է, ես սրանց սпасելի է, եթե Աստծո տան վրա հարձակվել է, այս ինչ է որ չանի։ Բայց ես վստահ եմ, ասենք օդում կախված լուրերով, ինձ լուր ասե, որ սա իրան խոստացել են, որ դա դու անես կմնաս իշխանության, այդ արտաքին ուժերը։ Ուրեմն մենք պիտի մերժենք, տեսեք, հիմա բաներ եմ ասելու, որ շատերի սրտով չի լինելու։ Համարակալումը սկսվեց երկրորդ նախագահի ժամանակ, երբ որ բերեցին սոցիալական քարտերը դրեցին։ Մենք այն ժամանակվանից ենք մերժել դա։ Երեխաս նոր էր ծնվել 2006 թվականին մենք չստացանք այդ գումարը, զուտ նրա համար որ պիտի այդ քարտը պարտադիրը պիտի վերցնեին։ Սա բանը այս մեկը սրանից առաջ բանը մնացրեց բանը կենսաչափական քարտերը եւ նույնականացման քարտերը։ Սա այս երկուսի արածը ընդհանրապես գործողության է վերածում արդեն։ Հիշենք նախկիներից մեկ որ ասում է սա Համզա Չիմանից պիտի գա ցախավելը հեծնած, չէ, կկնքի քաղաքացիական պայմանագիրը կդնի բուրգի գագաթը։ Իսկ բուրգը այդ ում բուրգն է մենք բոլորս գիտենք։ Ինչ գագաթ է դնում։ Դա նշանակում է սարքել են բոլորն էլ այդ ճանապարհը։
Նույնը մեղրին էր, մեղրին տալիս են, սրանք չկարացին, սա եկավ տվեց։ Եվ ոչ միայն մեղրին, սա որ անցավ, այսինքն սա բավական լուրջ բան է։ Մեր հանրությունը գնահատությամբ պիտի հասկանա ում է գնում ձայն տա, ում է գնում ընտրելու։ Այսպես ասեմ։ Հիմա ոչ մեկը չի սիրում ճշմարտությունը։ Գիտես որ ճշմարտությունը խոսում է, սատանան կատաղում է, այսա փրփրելու են, ազատների զանգելու են եւ այլն, քեզ չգիտեմ, բայց թող լավ իմանա, որ սա նույն գործն է, կարողա չեն իմացել։ Բայց արել են։ Ամեն դեպքում մանկիտության մեղքն էլ մեղք է։ Եվ կրում ամեն մեկը կրում է իր համապատասխան Ես վստահ եմ, որ այդ խորությամբ ինչ որ դուք եք հիմա ասում հոգևոր նաև տեսանկյունով, վստահ եմ չեն էլ իմացել։ Ասենք Եվրամիությունների, տարբեր եվրոպական կառույցների այսպես պահանջն է եղել, արվել է, դե մտածել են մենք Եվրամիության անդամ, ԵԽԽՎ անդամ ենք եւ այլն, այսինքն Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորում եւ այլն, կարևորվել է դա։ Իմ մոտ կա այն համոզմունքը, որ շատ շատերը նաև նախկին իշխանությունների, հա, իսկապես չեն էլ տեղյակ եղել նման բաներին։ Հիմա էլ մեր ժողովուրդը, Տեր հայր, բացարձակապես տեղյակ չէ թվայնացում ասվածի այս վտանգների մասին։ Շնորհակալ եմ, որ դուք հիմա այսպես բարձրաձայնում եւ մանրակրկիտ իրազեկում եք։ Եթե կա այս թեմայի հետ կապված, եթե ոչ անցնենք ընտրություններին, որտեվ հարց ունեմ ձեզ տալու այստեղ։ Ես հիմա հորդորում եմ մեր հասարակությանը, այդ կապույտ քաղաքական բանը, անձնագրերը գնացեք վերցրեք, 10 տարի ձգեք, մինչև կհասկանաք ինչ այս հույս ունենա, որ առաջկայում հրեշահարդին դժոխքում կլինի։ Գնացեք ու դրա բերած այդ նոր ID քարտերը, բանը որ այս հայտարարեց, մերժեք, գնացեք թուղթ փողով առևտուր արեք, անկախիկ մի արեք սատանայի ջրաղացին ջուր մի լսեք, գնացեք ձեր համել դուք կիմանաք ձեր գրպանում ինչքան փող կա։ Ու քարտից եթե անգամի 20-30 դրամ էլ 100 դրամ էլ պակաս դուք չեք իմա, դուք ձեր քարտով առևտուր մի արեք։ Եթե դուք անում եք այս սատանայի եւ առհասարակ Աստծո թշնամի մարդկության թշնամի սատանայի ջրաղացին ջուր եք լցում։ Այդքան բան հորդորած լսեք սիրելի ժողովուրդ ու անպայման գնացեք այդ անձնագրերը վերցրեք, հրեշի մուրազը փորում թողեք։ Տեր հայր, հիմա դառնանք եւ եզրափակենք այս թեմայով, ընտրություններն են առջևում, շատ կարևոր իրավիճակում ենք, շատ ճակատագրական, ես կասեի, հնարավոր չեղավ հեռացնել այս իշխանությանը մինչև ընտրություններ, հիմա պետք է այդ գործընթացը հասցնենք կատարել ընտրություններում, մնացել է 3 ամիս ժամանակ, հա, շատ կարճ ժամանակ է հասցնելու մեր ժողովրդին այն կարևոր գիտակցումը, թե ինչու նա չպետք է ձայն տա այս իշխանությանը եւ ինչու չպետք է վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, որը ի դեպ գալիս է խաղաղության իբրև մունետիկ, հա, տեսնում եք ինչ է, իբր բարեկամացել են արդեն աշխարհի խաղաղության, այսպես դիտխոսն են իրենց վրա կրում Ալիևը եւ Փաշինյանը, Թրամփի հովանու ներքո, հա, այսպես խաղաղարարների կերպարի մեջ են մտել, այն դեպքում, երբ որ մենք մեր գերիները դաժանաբար Բաքվի բանտերում են դեռ պահվում, եւ մեր երկիրը, մեր հայրենիքը բռնազավթված է Արցախը, թույլ չի տրվում արցախցիների վերադարձ, երբ Հայաստանից ունենք տարածքների կորուստ, ես չգիտեմ ինչ խաղաղության մասին են այս մարդիկ խոսում, եւ պատրաստվում են ընտրությունից հետո 300,000 էլ ադրբեջանցիներով լցնել մեր հայրենիքը, իդեպ ադրբեջանցիներն արդեն այսպես կամած գալիս են, տեսանք, հա, Շիրակի մարզի հատվածում, Ամասիայի հատվածում ոնց էին մտել, արդեն տներ են փորձում գտնել իրենց տները, հարց է առաջանում, իսկ արցախցին կարող է այդպես մեքենայով հանգիստ սահմանն անցնել ու գնալ իր հայրենի բնորան Արցախ։ Հիմա ինչու չպիտի ընտրի այս իշխանությանը հայ ժողովուրդը, ինչպես անենք, որ չխաբվի այս խաղաղություն կոչված կեղծիքին, Տեր հայր, կուզեմ լսել ձեր խորհուրդը։ Ասում եք Արցախը բռնազավթված, իսկ Հայաստանը բռնազավթված չի։ Իհարկե, ես ասացի, նաև մեր տարածքներն են, այո։ Հայաստանը ով է ղեկավարում տարածքները, հա, նաև կողմից։ Բայց նայեք, դուք խոսեցիք Ամասիայի դեպքի մասին, ես Գորիսի դեպքի մասին կխոսեմ, նախանցած տարի 2 թուրք մտել են մեր եկեղեցի, թուրքեր են խոսալով, մտել են դուս են ուսումնասիրել են, դուս են եկել տարածքը, բանը, մեր մոավաճառը զանգեց, ասեց թուրք ա եկել, թուրքեր են,
ինքն էլ նկարեց այդ թուրքերին, զանգեցի ոստիկանությանը, եկան, մի խոսքով դրանց գտնում են, հետո հարցրեցին ոստիկանապետը հիմա երևի այդ բանից համակարգից դուսա, մի քանի նախանցած տարի էր ոնց։ Զանգում եմ, հարցնում եմ, ինչ եղավ, ասում եմ, դե Թուրքիային բռնանք, բաստում որտեղ երևից ասա։ Այդ թուրքերը շուտվանից են ասել, թուրքը երկիր ա ղեկավարում, դուք ասում եք թուրքերը եկան գնացին։ Այն ինչ որ հիմա Հայաստանի հետ տեղի անում, դա միայն թուրքը չէր անի, այն չեք զարմանում, որ իր ախպերները գալիս են, ավինակիցները գալիս են իր ղեկավարած երկիրը։ Ինչ խնդիր կա այստեղ։ Բայց ինչ վերաբերում է ընտրություններին։ Նայեք, լուր է տարածվեց, որ սրանք 194,000 անձնագիր ID քարտ են տպել Թուրքիայի Իզմիր քաղաքում եւ 24 թե 25,000-ը այդ կապույտ անձնագրերից Թուրքիայում տպել են, հիշենք որ վրացիները վերցրեցին այդ անձնագրերը, սրանք շուշուտ էին գնան Վրաստան գալիս, հիշում եք մի անգամ գնում էին որ այդ անձնագրերը բերեին, սա այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էին, ըստ բանը համացանցում տարածված ուզերի, ովքեր քաղաքացիների անձնագրերն էին, որ թազա տպել էին, ովքեր որ Հայաստանում չեն բնակվում, բայց Հայաստանի քաղաքացի, ասենք լրիվ անալիզ են արել, թե ով չի ում անձնագրերը կարան տպեն բերեն։ Վրացիները չէին տալիս, բացս երևույթի բարոշել են երևի տվել են, որ էլ չեն գնում Վրաստան։ Որտեղ մի հատ հրեշը գնաց, մի հատ սրա այն ԱԳՆ-ն գնաց, մի հատ այն բան աղքը գնաց, գնում են այդ անձնագիրը բերեին, որտեղ իրանց օդի ջրի պես պետք է սա։ Ուշադիր լսի, իրա էլեկտորատն եմ ասում հիմա, 100,000 սորոսական կա, իրան ձայնա տալու, 300,000 աղանդավոր կա, իրան ձայնա տալու, ըստ իրանց բանը տվյալների 6.5% այլասերված կա, իրան ձայնա տալու, թմրամոլները իրան ձայն են տալու, խաղամոլները իրան ձայն են տալու, ասեն ոնց են տալու, ասենք ես այդ խաղամոլության այսպես ասած ղեկավարն եմ, մի 30,000 ցենց կախելու եմ իր հաշվի վրա, ասում եմ գնա ընտրի, նկարի, բեր, ցույց տուր, այդ 30,000-ը քոնա կդնես խաղի մեջ։ Մեկ ասենց իրա տված 30,000 ինքը վերցնելու է, բայց խաղամոլի համար ինչ, կարող է այդ փողը ինքը մտնի խաղան։ Հասկանում ես։ Այդ մեկ էլ պետական ապարատը։ Սա իր էլեկտորատն է, դրա համար ինչքան ազգը փչացած, այնքան իր համար լավ։ Դրա համար թմյանյութերը այդքան տարածում էին, խաղամոլությունը այդքան տարածում են, իրանք ապուշ չեն, դա անում են, որ իրանց ընտրողների քանակն են ավելացնում։ Այլասերվածներին տակից հովանավորում են, դու դրա գիրքը նայի, երկրի հակառակ կողմը, հենց ինքը հակառակ կողմից էլ մտել է երկրով սենց այլասերում, ամբողջ գիրքը այլասերվածություն է։ Երեխա 15 տարեկան երեխա ներողություն սիրելի հասարակություն 15 տարեկան երեխա բռնաբարելու դատախազ չգիտեմ ինչ արձան ես ինչ մոտս կա սրա դեպքի այլասերվածությունը ամբողջությամբ ու այդ այլասերվածը հայոնի կա ղեկավարում սա հայի ամոթն է հիմա նայ ինքը մեր թշնամին է թշնամին փորձելու է մեզ հաղթի մենք ինչ ենք անելու որ թշնամուն հաղթենք պիտի գնանք ընտրության Սելի ուրեմն եթե հասարակություն չի գնում ընտրության, ինքը էլ 25-30% ձայն ունի, այն գլխից ասեմ իմացեք։ Այդքան այդ ընտրողները պետական ապարատը գումարած են 600-650,000 լինելու են։ Դա իմաց։ Հիմա դիմում են որպես քահանա, որ Աստված անգամ երբեն ցույց է տալիս լինելիքները։ Սելի հասարակություն Սիրելի ժողովուրդ, աղքատներ, հարուստներ, ռամիկներ, գյուղացիներ, գնացեք ընտրության, գնացեք ստին, չարիքին, սատանայի ներկայացուցիչին մեր երկրում, ասեք ոչ, ուրեմն մեր ընտրությունը շատ կարևոր է, նայեք, այլ բան է, որ մենք գնում ենք, ասում ենք ոչ, ինքը զորով, կեղտո ձևով դառնում է, այլ բան է, երբ դու ասում ես համաձայն ես Ուրեմն Աստված միշտ ընդառաջ է գնում ժողովրդին։ Հիշենք մի առիթով ասել եմ, օրինակի համար իսրայելացին եւ Ասուս թագավոր են խնդրում, դեն ասում են ես եմ ձեր թագավորը, որ եկավ այսպես բաներ անելու,
Մարդիկ ասան չէ, մեզ թակավոր է, պետք է Աստված թույլ տվեց, որպեսզի լինի թակավորը։ Այսինքն, սա ես ինչի համար եմ ասում։ Եթե դու մերժում ես, ուրեմն Աստված էլ է նրան մերժում։ Եթե դու ընդունում ես, ուրեմն էլ ինչից պիտի բողոքես։ Հետևաբար մի մարդու պես գնում ենք, ասում ենք, ոչ թե կեղտոտ ճանապարհով անցնի իր մահնալու, բայց մենք պիտի գնանք բոլորս մեր բանից, աթոռներից, մեր հանդերից, մեր եկեղեցիներից, չգիտեմ, մեր սարերից պիտի դուրս գանք, գնանք ընտրության ու սատանայի առաքյալին ասենք ոչ, ոչ ենք ասելու հիշեք, թվայնացմանը, ոչ ենք ասելու այլասերությանը, ոչ ենք ասելու խաղամոլությանը, ոչ ենք ասելու թմրամոլությանը, ոչ ենք ասելու ազգային արժեքների դեմ պայքարողին, ոչ ենք ասելու եկեղեցու դեմ պայքարողին, առայլևս ովքեր իրան քրիստոնյա համարը, պիտի առաջինը հենց ընդեղ լինի։ Իր սրբությունը եկեղեցին պաշտպանի։ Ոչ ենք ասելու Հայաստանի թրքացմանը, կարող եմ շարունակել։ Կարող եմ շարունակել։ Այսինքն մենք մեր ընտրությունը ամենակարևոր բանն է, որ մենք գնանք ասենք ոչ, թող կեղտոտ ճանապարհով անցնի, բայց մենք պիտի ասենք ոչ։ Ուրեմն եթե չեք գնում, թվայնացրեք, սաղիդ բոմբ ասարկել։ Դա լավ իմացեք։ Վերահսկողությունը հաստատելու թուրքը գալու է դիրի Հայաստանը։ Իսկ եթե մենք գնում ենք, ասում ենք իրան ասում ենք ոչ, ինքը անցնում է թեկուզ, ինքը այդքան բանը չի կարող անել։ Ավելին առաջկա մեծ պատերազմ որ պիտի լինի, մենք քիչ կորուստներ կլինենք եւ ինքն էլ արդեն դժոխքում կլինի։ Ասեմ իմանալ։ Ուրեմն մենք պարտավոր ենք մի մարդու պես գնալու ընտրության, գնալու այ իմ ասած այս բաների եւ դրանից առավել, հա, ասենք ոչ, ընդամենը թող գնա դժոխքում այրուի, մեկ ասենց տենես գնալու անդեր, օգնենք թող շուտ գնա, էլի, այսպես կարամ ասեմ։ Շնորհակալ եմ, Տեր Դե ազգային ժողովի նախագահ ունեն սրանք, ասում էր բանը, հոգեորականները մանկապիղծ են, որում կարծեմ թե բանում, հա, դրսում էր ասել, հա, դուս Ոչ հեռուստատեսությանը, օտար երկրի հեռուստատեսության եթերով խոսել է, այո, եւ զրպարտել է մեր եկեղեցուն, մեր հոգեվորականներին։ Այսինքն ինքը մեղադրել է մանկապղծության մեջ։ Հիմա ես էլ համացանցից գիտեմ, որ ինքը վիբրատոր է, ասենք օգտագործում, մեկն էլ ջարդվել է տարան հանան։ Համացանցում կա, գիտեմ թե թլփատված է, երկու կնիկ ունի, էլ ինչ ասեմ, այլասերված ֆիլմերում նկարահանվել է։ Հիմա այդ մարդը դուրս է եկել։ Եկեղեցուն բան է ասում։ Իմ մոտ հիմա այս բան կա, կայքը կուղարկեմ Նարի Հոխիկյանը ոնց որ դա դրել էր բան էին արել, որ իրանք բանի արտասահմանյան հրատարակում էր, որ իրանք մանկապղծության մեջ են եւ տեղերն էլ կար նշած, թե որտեղ են այդ այլասերված պղծությունները անում Հայաստանում։ Եվ այնտեղ կա, որ 9 տարեկան մի երեխայի են ինչ-որ այլասերը, հետո ծնողին ասել են վեկացեք, դուս եկեք գնացեք Հայաստանից։ Հիմա կա, ես չգիտեմ, դա ճիշտ է թե չէ, բայց իրանք չեն հերքել դա։ Դե հիմա սա հələ գրածա կա։ Ինքը մեղադրում է մի բանի մեջ հոգեվորականության, ոչ քրեական գործ կա, ոչ հետապնդում կա, ոչ փաստական ապացույց կա, բայց ես գոնե կարամ խնդրեմ, սրա միջից ես ուղարկեմ, ասեմ, տեսեք, կակս դե, իրանք հերքել են, չեն հերքել։ Ուրեմն թող հերքելները գլուխը հավաքին, ոչինչ որ դժոխքի ճանապարհն են։ Ասելուց առաջ էլ երկար մտածեն, զրպարտում է սատանան։ Ինքը բանսարկուհի է զրպարտիչ։ Հիսուս ինչ ասում, ասում է սատանան, ստախոս է մարդասպան։ Սա իրանց նկարահանումն է։ Ժողովուրդ գնացեք ընտրության, մերժեք սրիկաներին։ Շնորհակալ եմ, Տեր Հարջան, շատ կարևոր միտք ասացիք։ Շնորհակալ եմ, որ որպես հոգևորական ձեր զգոնության, զգաստության կոչով դիմեցիք մեր ժողովրդին եւ ես կարծում եմ, որ մենք որքան մոտենա ընտրական գործընթացները, այնքան նման կոչերով, նման տեղեկատվությամբ պետք է դիմենք մեր ժողովրդին, պետք է իրազեկենք, որպես իրենք հասկանան, ինչ իրավիճակի առաջ ենք կանգնած, արդեն լիքը կորուստներ ենք ունեցել։ Եվ եթե հանդուրժվի այս իշխանությունը, մենք ամբողջությամբ կվերանանք որպես ազգ, որպես պետականություն եւ ուղղակի չենք էլ կարողանա վերականգնել այն ամբողջ ավերը, որ իրականացրել են սրանք։ Պետք է գնալ, այո, ընտրության, թույլ չտալ, որ սրանք վերընտրվեն, որպեսզի հնարավորություն ունենանք, բաներ կան Տեր հայր, որ նույնիսկ անդառնալի այսպես կորուստ ենք ունեցել։ Հələ կյանքերի հետ
միաժամանակ նաև մեր հարստությունների կորուստ, մեր տարածքների կորուստ։ Չգիտեմ, համարենք դրանք անդառնալի, թե ոչ դուք հոգևորական եք, կարծում եմ դրանում դեմ կգնաք ինձ, կհամարեք, որ դրանք անդառնալի չեն եւ հնարավոր կլինի հետ վերադարձնել։ Ես էլ եմ այդ հույսով, բայց ամեն դեպքում պետք է շատ արագ ազատվենք այս իշխանությունից, որպեսզի հնարավորինս հեշտ ճանապարհով գոնե կարողանանք հետ վերադարձնել մեր կորուստները։ Եվ այո։ Դա երբ որ 18 թվականին քայլում էր, ես սրա մեջքի հետևը կարակ էի տեսնում, զանգել եմ, ես ինչքան ծանոթ ընկեր ունեմ, մեր քահանաների բանին, ամեն դեպքում ասել եմ սրա մեջքի հետ, սրա մեջքում հետևը կրակ է գալիս, սա ավերա բերելու մեր երկրին, 18 թվականին, եւ խոսել եմ, հայհոյել են, չգիտեմ, բայց մեկը ես ասել եմ, 18 թվականին անգամ եկեղեցում պատարագին խոսում էի, հավատացյալներս դուրս էին գալիս։ Պատկերացնում ես, հիմա արդեն տեսել են, որ ինչ ասում եմ լինում է, որովհետև իզնից չի, որ ասում եմ, եթե Տերը ցույց տա, չեմ կարող խոսել։ Արդեն հասկանում են ինչա։ Եվ 20 թվականի պատերազմն եմ տեսել, կիրակի գալիս եմ գիշերը, ասեն տեսնում եմ, որ սա ինչ ձևի է այս դավադրությունը, հետաքրքիր է, էլի։ Ու գնում եմ բան ընտանիքով տաթև, ընդ Այսուփին ասում եմ, իրանք ստուգել են այդ խոսքերից, դե ասեմ։ Ասում եմ, որ պատերազմ նախատեմ, դավադիր պատերազմ Արցախը հանձնելու է։ Ասես բան չինի, բան ասի արի աղոթ անենք, էլ Աստված ողորմած գտնվի։ Ինքը չեկա Սարգսակի այնտեղի հետ, մենք ընտանիքով վանքի եկեղեցիները մտանք, գնացինք Սուրբ Մինաս Տաթևի, եկանք դու Կիրակի օրը արդեն սկսվեց պատերազմը։ Այսինքն բաներ կա, որ դու տեսնում ես նախքան լինել է։ Հիմա այս մարդ Հիսուս ինչ ասում, մարդուն իր գործերից է ճանաչում։ Հիմա մարդը եկել է, ինքը մարդ չի, ասեմ, ինքը սատանա է, մարմնացյալ սատանա է։ Սատախոս ու մարդասպան, ինչպես Սուրբ Գիրքն ասում, չէ, բանը սատանան սատախոս է ու մարդասպան, սենց ասեմ։ Դե հիա պարագան պիտի բերենք Հիսուսի խոսքի հետ համեմատենք, որ հասկանանք ինչ է։ Դրա համար եմ ասում, նախ Աստված մեզ մեծ ազգ է սարքել։ Թող հույս չունենա, որ կարող են մի բան անեն։ Բայց մեր վճռական խոսքը կարևոր է, որ գնանք ընտրությանը, ոչ ասենք սատանայի, մնացած Աստծո գործն է։ Իսկ եթե սա է լինում մարդու ընտրության արդեն, մենք մեծ կորուստներ ենք ունենալու հետո, այսպես ասում։ Շնորհակալ եմ, Տեր Հրճան, սրանով ավարտենք, իհարկե անվերջ պետք է ձեզ լսել, վստահ եմ, որ մենք էլի առիթ ենք ունենալու եւ լսելու ենք ձեր շատ կարեւոր մեր հարգված հոգեվորականն եք դուք ձեր խոսքը, այնպես որ շնորհակալ եմ այս կարեւոր ուղերձի համար, որ ուղեցիք մեզ բոլորիս, մեր ժողովրդին, այժմ ինձ մնում է վերհիշեցնել իմ հեռուստադիտողներին, որ տեսակապով ես զրուցում էի Գորիսի տարածաշրջանի հոգեվոր հովիվ Տեր Ահարոն Քահանա Մելքոմյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։